Մորքունը բախում եմ աստի։ Իստվում է լսվում է իրանց ձայները ախպեր։ Դե արձագանքում է, արձագանքում։ Սա ոչինչ է։ Սպասեք մի քիչ ժամ։ Սպասեք մի քիչ ժամ։ Բայց մենք բան կանենք, չէ, կտրենք կսեղմենք այս ժամանակը ախպեր։ Չէ, հենց սկիզբը սենց Հա, կսկսենք։ սկիզբը սկսենք, բայց հետո ինձ վերացնենք։ Ասում է հետաքրքիր չի ոնց է տոտան աթորություն գնելու է։ Հա, այնտեղ պատրաստված ենք պլետներով, որտեղ էսա ցուրտը տանել։ Բայց դա շատ ցուրտ է։ Ստա բանը միշտ 14-15 աստիճան։ Սաղտեղից չռում։ 14-15 աստիճան ջերմաստիճանը միշտ ու 70-80% խոնավություն միշտ։ Չես ասի, բայց որտեղ ենք։ Հա, բանա վճարովի գաղտնիք է։ Զմերն բեսում տակ է։ Այս սառնամանիքից հետո որ մտնում ես, 14-ը դե տակ կլինի, հա։ Ինչ կայֆ է, ախպեր, չես ուզում դուրս գաս ախպեր։ Աղից է պատերը։ Դե մտնոլորտն է, ասես կամաց ենք խոսում։ Ախպեր ինձ թվում է իրանք պետք է գնային, որ մենք բարձր խոսային մարդու։ Այդպես մտ ապուշ արտահայտություն ուսանում պաթոս Օրինակ։ Ուզի կպնում է։ Երեք այդ պաթոսի թեմա բան գրել տեսել ես ախպեր։ Չէ, գործում է ծառից։ Պաթոս, զայոբ, սիկ։ Ռաներվս Ինչքան ժամանակ հետո ես ջնջում, կարող չեմ հասցրել։ Կարճ, մի քիչ թողում եմ, հետո ուրիշ տրամադրություն է գալի, որ ժամանակը սերիքում է, դմենակ այտենց։ Հա։ Կարող մտնեմ ինչ-որ բան գրեմ, ախպեր։ Հինը ջնջես։ Հինը ջնջեմ։ Դրամա չեմ հասցնում նայել։ Դա էլ չեմ ջնջա, առավոտ եմ գրել, չէ, գիշերն եմ գրել։ Ախպեր այդ պաթոսի թեման այնքան շատ է, ախպեր, այնքան շատ է։ Զզվում ես այդն, որ նայում ես մարդուն ինքը իր դերը թողած ախպեր, ուրիշ ինչ-որ բան է խաղում, հասկանում ես։ Եթե դու քո էությամբ, դու քո բնությամբ, դու քո ձևով ախպեր, դու չես արտասանում, ասենք, որոշակի բառեր, որոշակի առոգանությամբ չես խոսում, որոշակի կերպ չես միտքդ շարադրում, բայց ինչ որ X հարթակում X տեղ սկսում ես քեզի տենց պահել ապե։ Դա դառնում է բան էլի ապե արդեն պաթոս, զայոբ, սիկտիր, հա, ուզում եմ ասեմ սիկտիր, որտեղ իրոք չի դզում էլի ախպեր։ Ոնց կաս քեզին ես պահի։ Դու ոնց կաս քեզի տենց ես պահում, ես ոնց կամ տենց, այն մյուսը ոնց կամ, բայց որ մեկը հայտնվում է ու սկսում է այ հո ինչ բան sense բաներ անել ախպեր։ Ինչ որ խր գիտես ինչն է, ապա ամենախոխմեն այդ ամեն ինչի մեջ։ Երբ որ դու պատկերացումներով ես ապրում ինչ որ X երևույթի մասին։ Դու չգիտես, փորձ չունես իրական այդտեղ այդ հոգեվիճակի մասին փորձ չունես, հասկանում ես, այդ կենսավիճակի մասին դու փորձ չունես, դու չգիտես օրինակ, հա, դու չգիտես օրինակ հարուստները, ասենք, ոնց են իրենց պահում։ Ու պայմանական, ասենք, այն մարդիկ, ովքեր որ խոսքի, չգիտեմ, ամիս ասենք, օքեյ, $50,000 փող են աշխատում, իսկ ումը իրենց կարելի է արդեն բոլիլիմենի, ասենք, միջին դասից մի քիչ հարուստ են իրենք, հա։ Դու չգիտես ինքը ոնց է իրեն պահում, հասկանում ես։ Դու կարաս մենակ պատկերացնես ոնց է ինքը պահում։ Ու դու որ քո պատկերացրածին պրոստը ասեկոսեներին համաձայն ինչ որ կերպար ես վերցնում, յակոբի դու էլ ես այդտենց, հա։ Դու արդեն հենց, հա, այդ երևում է, որտեղ որ ինչ որ մեկը տենում է, որ ինքը դու տենց ես պահում, իր ձևերն ես անում, բայց դա вообще տենց չի, էլի, հա։ Այդի հենց ինձ թվում է այդ բան, դա դերն է, էլի։ Իրենց դերը թողած, իրենց դերները թույն դերեր է ախպեր։ Ամեն մեկի դերը իրականում ախպեր ինդիվիդուալ առանձին ասում եմ ֆանտաստիկ դեր են որ նայում ես ասում ես ջան արա դու հենց այն ես ինչ որ հետաքրքիրն է նա որ ամեն մեկը եթե իր դերում մնա նա շփումն էլ ավելի հա հեշտ ավելի լավ սիրուն է հետաքրքիր բազմազան բայց չէ իրանք մի հատ ինչ որ բան են իդեալ են տենում ճակերտների մեջ ախպեր ինկուբատորի նման սա այդ է ու սկսում են ախպեր այդ նույնիսկ ու սկսում են նմանվել ու չեն կարող նմանվել էլի որտեղ ով որ այտենցն է, ասենք ինքը կարող է հենց իրոքը տենցն է, էլի։ Հա, դա տարբերում է, մի անգամ իր ձևի մեջ ճոգում ես որ տենց, ասենք ինքը խոսքի ճուվակա, որ հա, ինքը, ասենք թքած ունի ես X իրավիճակի վրա, ինքը պրոստը գալի ես իրավիճակում մեջով անցնում է։ Բայց եթե դու այդ X իրավիճակի վրա թքած չունես, բայց խաղում ես թքած ունեցողի դեր,
Արդեն քո այդ բաները ախպեր դեմքիդ միմիկաները բանից իսկի ուղիղ ես ուզում նայես, բայց աչքի ծերով ստես նայում, ոսկի տենաս քեզ ինչ որ մեկը նայեց ախպեր։ Ջոգեցին թե չէ դերի մեջ։ Հա, ջոգին թե չէ, իսկի քամակդ քորես տենաս ինչ որ մեկը տեսա ոնց որ ջոգեն որ ինքը դերի մեջ է։ Հա, չի ուզում որ ջոգեն որ ինքը դերի մեջ է, ուզում է որ իրենք իմանան թե ինքը տենցն է։ Հասկացա՞ր։ Հիմա ոնց ասեմ, ճուվակներ են գալի, ասենք խոսում են մեծ փողերից։ Բայց ես տենում եմ իրենց կենսակերպը ոնց է օրինակ անցնում։ Ոսկի խոսում ենք, շփվում ենք, ինքը իր կենսակերպի մասին պատմում է, ու ինքը խոսում է մեծ փողերից։ Հասկանում ես, չի կարա այն մարդը, որ մեծ փողերի հետ առնչվում է, անենց կենսակերպով ապրի, որ ապրում է ինքը։ Ձեր դու պապը մեծ փողերը դի շատ էներգիա, մեծ փողերը դի շատ շարժ է ախպեր, մեծ փողերը դի դիվիժնի է։ Դու անընդհատ պետք է ինչ-որ հարցերի մեջ լինես ախպեր։ Դու դու այդ փողը սիրուն աչքերի դմար չի ախպեր։ Փող ինչ-որ ծառայության մատուցում է вообще, չէ՞, փող ինչ ախպեր։ Հա։ Ծառայության մատուցում հասարակության համար ինչ-որ արժեք ես ներկայացնում ամեն մեկս։ Ու այդ արժեքին համապատասխան վարձատրվում են գումարի տեսքով։ Հա, հա։ Ինչքան բարձր է քո արժեքը, այնքան վարձատրությունը բարձր է։ Նո, այդ վարձատրությունը ումից է բարձր։ Կոպիտ եմ ասում։ Հիմա նայ բանկիրը որպես արժեք ու ասենք մատուցողը որպես արժեք։ Իրանք հասարակության համար զուտ ֆունկցիա որպես տարբեր հարթակների վրա, չէ՞, դրա համար մեկը մի քիչ է, մեկը մի քիչ շատ է այդ նկատմամբ։ Եթե ուզում եք ձեր ֆինանսականը բարելավեք, դի ջոգեք ձեր արժեքը, ինչ եք տալիս հասարակությանը։ Դուք կոնկրետ ինչ եք տալիս։ Ինչքան օգտակար բան լինի, արժեքը շատ լինի քո ծառայության, այնքան շատ է վարձատրվել, էլի։ Հա, բայց դա էլ ասենք օբյեկտիվ ինչ որ միջին հարաբերական բան է, հա, միջին հարաբերական, որտեղ ասենք հիմա դու օրինակ ունես հողամաս, հողամասումը տաճացնում ես, ասենք 1000 հատ գիլասի ծառ կա օրինակ։ Եթե տարածաշրջանում գիլասի ծառերը շատ է, դու քո գիլասի ծառը 1000 հատ արժեք չի ներկայացնում։ Եթե տարածաշրջանում խնձոր չկա, դու 1000 հատ խնձոր դնես, ինքը արժեք դառավ արդեն, որտեղ հասկացա՞ր։ Հա։ Ու քո մոտ խնձորն ավելի թանկ կլինի։ Հա, ես հասկացա։ Հասկացա։ Դե մենակ մենք չենք։ Բայց ես գիտես ինչ առումով եմ ասում, հիմա ասենք դու գիլաս ունես, լավ 1000 հատ չունես, մի հատ ունես, մի հատ գիլասի ծառ ունես։ Դու քո առօրյա օգտագործվելի գիլասը ունես սեզոնի ընթացքում այդքան կա այնքան որ դու օգտագործում ես, հա, ու հավելել ախպեր, մի արկղել հավաքվում է, որ կարաս 10, ասենք հարևանը օգտագործի։ Դու տալիս ես հարևանիդ, հարևանը տալիս ես։ Չես վաճառում, տալիս ես ախպեր։ Հարևանը դե դրա փոխարեն ախպեր, քեզ տալիս է, ասենք, մի աշիկ ծիրան, օրինակ, հա։ Ստացվում է, որ ծիրանի, մի աշիկ ծիրանի ու մի աշիկ գիլասի գինը նույնն է, այս պարագայում ախպեր։ Հա, չէ՞։ Հա, 2-ն մի աշիկ։ 2-ն ընդհանրեք 10 կիլո են, որ ընդհանրեք 10 կիլո մի աշիկ, հա։ Հիմա բայց ախպեր ստացվում է, երրորդ մարդ է գալի, այդ երրորդ մարդուն դու տալիս ես մի աշիկ գիլաս, ինքը քեզ ուզում է տա մի աշիկ խնձոր, դրա փոխարեն, բայց դու ասում ես չէ, ախպեր։ Ես խնձոր ունեմ։ Ինձ պետք չէ խնձոր ախպեր։ Ինքն էլ խնձորի ծառից բացի ուրիշ ծառ չունի ախպեր, որ քեզ ուրիշ բան տա, բայց ինքը ուզում է քո գիլասը։ Այդ դեպքերի համար, ախպեր, այդ իրավիճակը լուծելու համար ստեղծվում է փող ախպեր։ Ինքն որ խնձորի փոխարեն ասում եմ, ինչ որ քարի կտոր եմ վերցնում, ասում այս քարը դու կտաս իրան, ինքը քեզ խնձոր կտա, հետո դու այս քարը վերցնում ես, տանում ես, տալիս ես, քեզ խնձոր են տալի, խնձորի տերը տամ տալիս է իրան մի աշիկ։ Հա, ես հասկացա։ Ճոգիր, էտա փողը իտոգում։ Հա։ Բայց ամենառաջինը փողը իտոգում ի՞նչն է։ Ծառայության մատուցումն է։ Քո ժամանակ, քո ծախսած ժամանակին։ Нет, чувак, դու հիմա ինձ ոնց կարաս օրինակ։ Ես կարամ նենց բացատրեմ, որ դու առավոտը զարթնել ես, 3 ամիս այդ ծառը ոնց են ասում։ Դու էդի կարաս բացատրես նրան, ով որ հասկանում է։ Օրինակ, դու հիմա ինձ կարաս բացատրես, ասենք քո գործի նրբությունները, մանրամասները։ Նրբությունները մենակ մանրամասը չեմ, ծախսած ժամանակը նկատի ունեմ։ Դե չես թողում խոսում։ Ուզում եմ միջև վերջ ասել։ Դու կարաս ինձ մանրամասը ներկայացնես A-կետից մինչև F-կետ, ախպեր, որտեղից է սկսում, որտեղ է ավարտում, սա մանրուքներով, ու ես կարամ հասկանալ, որ դու հսկայածավալ աշխատանք ես ասենք կատարում, ախպեր, քո ամբողջ ռեսուրսները օգտագործում ես, սկսած քո կյանքից, ախպեր, չգիտեմ, ամենաթանկ արժեքով, ախպեր, ամենաանգինով ու վերջացրած ինչ որ ֆինանսով։
ու ես գնահատեմ այդ հասկանամ որ այս մարդը լուրջ ծախում է բայց կարաս դու բացատրես ես մտքիս մեջ մտածեմ երբ այս ճուվակը որցնելու խոսքը որ խոսքի տանք հացուտային կախպեր կամ հա տանք գերես բանը գելի գլխին ավետարան են կարդում այսինքն ես կարամ ախպեր քո ծախած ախպեր բոթասը ընկեր տամ իրան $200 առնեմ այդ բոթասը հասկանալով որ դա արժի $200 բայց Պողոսը կասի Ինա ֆիրդուսում թափած է 5000 դրամով խոսքի ախպեր։ Ես կեթամ այնի կառնեմ։ Դու իրեն չես կարա բացատրես ախպեր, այն ինչ որ դու ուզում ես նոր բացատրել, որ հասում ես չէ գինը։ Այդ եմ ես ուզում ասել։ Ես դրա համար օրինակ կնենց եմ բերում ախպեր։ Այդ գիլաս միլասի տանձու խնձորի վրով ախպեր, որտեղ բան չկա էլի, հասկանում ես այդ հասկանալու պահը որ անեն կարանից ախպեր, որովհետեւ հիմնական զուտ մեխանիզմ է աշխատում։ Զուտ մեխանիզմ է աշխատում։ Հավես պետք է էլ որ հասկանան ասենք։ Դե ախպեր սա ուզում են լավ ապրեն ախպեր։ Պրոստը գիտես ինչ հաճույքը ամենախանգարող բանն է այս կյանքում ախպեր։ Հաճույքի մասին մտածելը խանգարում է ապե հաճույք ստանալու։ Իրական։ Դու ինչ անում ես հաճույքի համար ես անում դու։ Պասուցի։ Հա, պասուցի։ Ինչ ուզում ես արա։ Քնում ես ու հաճույք ստանում։ Ես դրան երկու բևեր կամ սիրում ես կամ ատում ես, այդ երկու բանն առաջնորդում։ Սենց շատ խորը մտածում ես։ Հա, ինչ առումով հաճույքի նկատմամբ։ Ընդհանրապես ապրելուց։ Հա։ Հիմա սիրում ենք եկել ենք ստեղ։ Ստեղ չսիրեինք, ատեինք էստեղ, գնալու ենք ուրիշ տեղ, որ ավելի էինք սիրում։ Նու, ամեն ինչն էլ համարյա տենց էլ հիմա քեզ սիրում եմ, որտեվ սիրում ես։ Հաճելի է, էլի։ Էսին ավտորսկի։ Այո։ Հեղինակային, հեղինակային։ Ես չեմ ասի լավ էս ինչա։ Չնայած ասել եմ արդեն, բայց ոչինչ, ով որ կուրսի է թեմայից կիմանա այս ինչը։ 5 րոպեն մոռանում եմ, 5 րոպեն մեկ մոռանում եմ։ Հանգիստ կարաս ասել։ Հա, այդ հիշողությունն էլ թույն թեմա է, որ չկա։ Հիշողություններն եմ այդ լավ չէ։ Խի 5 րոպե ասեցի, տենց մեն դեպք ա եղել։ Ճովակի։ Դլին այսօր քեզ հարցրեցի, ասում եմ ու դուց եք իրար ճանաչում։ Դե գոնե երկու շաբաթ անց է նորմալ։ Այն որ մի ճովակի ուղեղը օպերացիա են անում, ինքը մինչև օպերացիան սա հիշում է։ Օպերացիայից հետո իր ուղեղը մենակ 5 րոպե է կարճատև հիշողությունն աշխատում 5 րոպե է հիշում 5 րոպե հետո էլ ամեն ինչ մոռանում է բժիշկը ամեն անգամ գալիս ծանոթանում է հասցնում է 5 րոպեվա մեր ծաղասի ինչ ա եղել ոնց ա եղել մի հատ ստուդիո գնա այդպես մեկ կինո կա է ախպեր հա այնի помни всё то ли помнится վերնագիր ինչա մի հատ чувак ավեն տատուիրովկե կանում որ հիշի է հա չէ ես էլ չէի նայել ես աղջկա մասն էի նայել որ ավարտալի ռոմանտիկ կինո է вообще մի օր նա հիշում չէ ապրի ամեն օր իր համար վերջի ինչ որ մի հատ օր է ասենք այսօրվա օրը ամսի 8-ին տենց ինքը միշտ ամսի 8-ին է զարթնում հա բա ինչ հիշողությունը ինչ կապ ունի հա ինքը զարթնում է գիտի թե ամսի 8-ն հա ամսի 8 անցած քնեց զարթնեց էլի գիտի ամսի 8 հա ինչի մասին է բա ռոմանտիկ կինո է вообще սիրահարում են ամուսնանում են բասես պրոստը մարդը ամեն օր գալիս է զիրտը բանը էլի գրավ լավ այո խբեր դիշկի գիրված ամենը չեմ հիշում ոնց որ 50 առաջի համբույրը թե ինչ դες մի բաներ բայց հետաքրքիր է նայել էլի ոնց է ապրում որ զարթնում ես գիտես այսօր աղբորը ծնունդն է գնում ես գարաժը ներկում ես բան ծաղիկներ ես նկարում այդ սյուժեի մեջ է էլի իրիկունը քնում ես առանց զարթնում ես էլի գիտես աղբորը ծնունդն է ու ինչ անում աղբերը այդ ամեն իրիկու գնում այդ գարաժը սպիտական ներկում որ առավոտ դու զարթես հենց իմանաս տազա գնաս նկարես հա բայց խի աղբեր թողոր մի բան աներ էլի աղբեր Վերջում մի բան կդառնար։ Մեկ այդ չի հիշում։ Դու պատկերացրու, դու հիմա այս տարածքը սենց հիշում ես, առավոտ գաստենաս լիքը բան է փոխվել, չես զարմանա։ Դրա համար դիպած հին բանն էին, տեսքին։ Թող զարմանա, որ դզվի ամեն չէին ուզում, որ դզվի եղել։ Դե տես, սովորությունն առաջնային է։ Ով ինչ է սովորա, տենց է գնա։ Առաջնային։ Հա։ Սպիտակները բոբորս է, հա։ Որ աղբեր։ Իսկ դե աղա էլի։ Հա, աղ։ Դու միստիկ բան լինի։ Նշան։ Դե ընդհանուր այստեղ լավ տեղ է, այստեղ աղբեր, ասում են որ տանում կպցնում է էլի։ Ֆանական համալիրի։ Չգիտեմ ինչքանով է ճիշտ, բայց դա ասում են որ ժամանակին որ պատերազմ դες բաներ ա եղել ընդեից փախնելու միջոց, հա։ Փախնելու միջոց ա եղել, ստեղով փախել են, ստեղով ոսկեղեն են եկեղեցուց հանել։ Թափված չկար։
Նա երևի դրա համար են փորում են մի բան գտնեն։ Չես կարող ասես կարող է դաժե գտնում են ընկեր։ Հա, նորմալ։ Մենք չգիտենք։ Դա մեզ չի հետաքրքրում։ Այո։ Ապա լրությունը թույն բան է։ Լրության մեջ կան սաղ հարցերը, ախպեր, կան սաղ պատասխանները։ Հա, բայց դու չվախենաս էլի։ Հա, վախենալու է։ Չվախենաս։ Շատ վախենալու է։ Սկզբում վախենալու է, հետո ախպեր դառնում արդեն ծայվ։ Դառնում է։ Բան էլի, ապա ուղեղը շատ թույն չուղակ է էլի։ Համ լավ առումով, համ վատ առումով։ Մեկ այնպես բաներ անում, որ ասում ես խի ախպեր։ Արա ինչի՞ համար։ Մենք քարանձավում չենք ապրում, չնայած որ հիմա քարանձավում ենք։ Հալիքը բաներ ընդից մնացել է, որ հիմա ուղղակի խանգարում է։ Վախ ախպեր հերիք է էլի։ Իդեր ոչ, պասուցի պետք է լավը որ մնացել է։ Օրինակ դες ես սրա մասին գրել եմ ախպեր։ Հա։ Ես էլ որ Երևանում էի ապրում։ Շուշուտը որն է հնարավորության սահմաններում շուշուտ ախպեր։ Փորձում էի դուրս գայի բնության գիրք ախպեր, սարեր, չոլեր, որովհետև ինձ հարմարությունը ու հասանելիությունը ամեն ինչի մի հատ այնց հոգեվիճակի էր հասցնում, ապա որ ես սկսում էի բանից ապա կյանքից, ընդհանուր կյանքից զզվել, ինչ ասեմ, զզվելը մի քիչ տեղին բառ չի, բայց բան ձանձրանալ ախպեր հասկանում ես։ Համար կյանքից չէ, հենց այդ իրավիճակից։ Հա, էլի երևույթից է արդեն ձանձրանում ու հասկանում եմ, որ ինձ կյանք է պետք, ասում եմ ոնց որ կյանքը բան արած լինի, ինչ որ կանգնած, ինչ որ շատ հեշտ է ամեն ինչ։ Հասկանում ես, ինձ դուր չէր գալի այդ հեշտությունը, ու ես ինձ տանում էի սարերը բաց էի թողում առանց ոչ մի բանի։ Մի օր հերիք էր, 2 օր լրիվ ծովեր ընկեր, որ խոսքի բանը լինեի, էլի մի հատ գիշերը տես սարում են։ Հա։ Առանց ոչ մի բան, առանց ուտելիք, առանց խմելիք, կարող ջեբս այդ պայն 2000 դրամ փող լիներ, ասենք ելնեի գնայի այդքանով էլի, ասենք մի հատ լավաշ էի առնում խոսքի ու տենց մի հատ ջուր էի առնում, որ շիշ ունենայի, всё այդ իմ մոտ եղածը ու գնայի ելնեի այնց անտառում խորանայի մնայի, որ խոսքի ձև էլ չկա ելնելու, էլի ուզեմ էլ չեմ ասցնի, տեղն է բացա, տրն չեմ կարա գնամ, այտենց ու հենց այդ մեռնելու վախը ոնց որ հարցակվում էր վրաս, հասկանում ես, մենակությունը, անհարմարությունը, ապա ինչքան վտանգավոր բան կար, գաղափար ներկայիս աղ գալիս էս լցվում էին գլխիս մեջ ու ոնց որ այդ ապրելուց ցանկությունը զարթնում էր մեջս, հասկանում ես, երբ որ դու նստած ես անընդհատ, ոսկի դու սոված ես գնում ես խանութից ուտելիքը պատրաստի առնում ես ախպեր, ոչ թե հելնում ես ընկեր, առյուծ ես սպանում, որ ուտես դու չես ծախսում էլի ոչ մի ռեսուրս ախպեր դրա համար պասուցի շատ հեշտ է հա ու այդ հեշտությունը արդեն մարդուն հա խանգարում է դու արդեն այդ հեշտության հետ այդ քո ասած որ դու պիտի գնաս առյուծ սպանես որ ուտես չէ ու ինչ ա եղել այն ժամանակ առյուծ սպանելու համար դու ենթադրվում է որ կնստեիր մի 2-3 օր կմտածեիր պլան կգծեիր չէ միշտ ինչ որ sense ուղղ այդ напряжённый ստրեսային վիճակի, մտածող վիճակի մեջ, չէ՞։ Հիմա ինչ է վերջ ավարտի լսեմ։ Նայ։ Այն ժամանակ նույն էս քարանձավային անտառային այդ բնույթի կյանքի ժամանակ մարդը միշտ մշտական ուշադրության բանում ա եղել, ֆազայում ա եղել, որ իրան վտանգ չսպառնի։ Հա։ Այս թփից գելը դուրս չկան դեից այնից ու իր մոտ անընդհատ մտքեր ա ֆռացել բացասական այդ սարսափի բանի վախի իման վրա հասկացար որ ոնց անի ինքը որ սաղ մնա ահա էդի ոչ մի տեղ չի կորել էդի հիմա որ դու կարաս ինչ-որ խանութ վերցնես էդի տեղափոխվել է ֆիզիկականից հոգեկան Մի որ մի հատ վատ բան ալնում դու 5 ժամ դնում ես այդ նույն միտքը սենց ու քո մասին չի մտքիդ մեջ ֆրցնում ես անընդհատ այդի նույն ֆիզիկականից պրոստը հոգեկանա տեղափոխվել որ կարար էվոլյուցիայի ընթացքում անհետանալ բայց ես ինքնի մնացել է ու խանգարում է մարդուն հոգեկան առողջի համար Իսկ հա ես քեզ հասկացա բայց ֆիզիկականն էլ է մնացել հենց հավար օրինակ ես եթե քեզ քո նման գնաս քեզ գցես ֆիզիկականի մեջ հա հետա գալի բայց եթե գնաս խալազինը բացես ուտես այս վերջում կներես այս վերջում խոսակցություն կար մի հատ, խոսում էինք մի հատ X թեմայով, X թեման ո՞րն է, հեսա թեման կասեմ, X մարդու հետ ախպեր, ով խոսում էր իր երեխեքի
կայացրած որոշումներից ախպեր դրանց հետևանքներից ոբշեմ մտածում ենք թե ջահելները ոնց են մտածում չէ՞ համեմատականներ էինք տանում մեր ներկա կյանքի ասենք 50 տարի առաջվա հետ ավելի շուտ հա ուզում ենք հասկանանք էլի ոբշե տենց խոսում ենք ու sense մի հատ հետաքրքիր հայտարարի իտոգում եկանք հեսա կասեմ ինչով է էլի այդ կապված որ խոսքը գնում էր մի հատ աղջկանից ով որ առանձնանում էր իրանց թաղում նրանով որ մի քիչ շատ հիմիկվա հանրային լեզվով ասած բարձի թողի վիճակ էր էլի իր մոտ իսկ ինքը գնում էր խմում էր իր անգերների հետ ուրախանում տուսով կեք շմուսով կեք ասենք գիշեր ու ժամի էր գալի տուն չէր գալի տուն ու դրան հանրային աչքերը դրան վատ էին վերաբերվում հասկանում ես դրանից էինք խոսում ու ասում ենք թե ինչքանով այդ լավ կամ ինչքանով այդ վատ ու փորձում էինք մեր պատկերացած գնահատականը տանք նույնը ու ուղիղ համատական էինք տանում տղեկի ու մենք հասկացանք sense մի հատ հետաքրքիր բան որ աղջկեքի պարագայում այդ ընտրությունը այտենց կյանքով ապրելը այսինքն այտենց կյանքով ավելի շատ անսանձ կյանքով էլի այտենց ոչենք այդ բառը անսանձ որ իրանք ինչ ուզում ոնց ուզում անում են իսկ տղեկի պարագայում ախպեր էտի անխուսափելի է պրոստը որ նայես ինչով է դա պայմանավորված է պրոստը կյանքի ձևով ախպեր կյանքի ձևով դաստիարակությունով առաջին հերթին ախպեր ինչ որ եկած դաստիարակությունով ասենք աղջիկներին սովորացնում աղջիկ պետք է հեզ լինի նազ լինի տազ լինի ես շատ եմ անում ինչ լինի իսկ տղեն պետք է ուժեղ լինի մենակ այդ ուժեղը հերիք է տղեն պետք է ուժեղ լինի արդեն դուրս ես գալի փողոց սա պետք է ուժեղ լինես ապա գնաց ինչ ասես անում ես որ դու ուժեղ լինես որ տարածքում տենան դու ուժեղ ես էլի բայց ինչ ես մտածում պարտադիր է չէ պարտադիր ընդհանրապես պարտադիր չի ես ասում եմ որ այդ իրականությունը հիմա էլ կա էլի այսինքն տղեկը որ անցնում են ինչ որ ճամփա վատ լավ ընկնում են շրջապատ դեստեն պասուցի ախպեր էտի անխուսափելի է էլի կարող է հա բացառություններ լինեն ախպեր 100-ից 5-ը պլստան ասենք այդ կյանքի մեջ չմտնեն փողոցային եւ այլ բայց այն 95-ը ախպեր դրա մեջով մի հատ անցնում են չեն կարա չանցնեն իսկ աղջիկների պարագայում դա արդեն ոնց որ ընտրություն է հասկանում 95-ը հակառակն է այդ 95-ը մնում են խելոք ախպեր ոնց որ ասել են չի կարելի են 5-ը արդեն նելնում սկսում են ճռսնել ու ես շատ ախպեր կողմ եմ այդ ապրելակերպին вообще անսանձ լինելու ախպեր հա որովհետև ընկեր որ դու սանձված ես այդ սովորություններով հասկանում ես կարծրատիպերն են քեզ սանձում այդ կարծրատիպերը փոճուր ժամանակից լցնում են քո գլխի մեջ դու լինելու ձև ես պատկերացնում գլխիդ մեջ ու սկսում ես այդ ձևով ապրել ախպեր զարթնում ես այդ ձևերով ես շարժվում ու դրանք են քեզ սահմաններ են էլի ապա այդ սանձերը քաշում են այսքան վազում ես մեկ ես Всё, այդտեղ չունես գնալու ախպեր, հա, այնտեղ։ Բայց դու ուզում ես գնաս ախպեր, ուզի։ Ու դա շատ աննորմալ է։ Գիտես ինչ է, օքեյ, եթե ասենք դու երախուդ սանձում ես, որպեսզի երեխեդ հասկանա, որ չգնաս այն ժայռից թռնես ներքև ախպեր։ Հա, զուտ քրիտիկական կյանքին վտանգի դեպքում, հա։ Ինչ որ այդ առումով օքեյ, ես համաձայն եմ ախպեր, նորմալ է, հա, կյանքա երեխան գիտակցի որ ասենք ընդ բարձր է կարող գնա հա չմցնի ծերովոսակի բայց եթե դու ասում ես ասենք չգիտեմ չխմես ես չէ ոնց չխմես ախպեր չծխես այդ չեն հենց կա դեմ հա ապա վсё անգեր ուրեմն դա պետք է արվի դա 100% պետք է արվի այդ որտեվ մեր ուղը այդ չմասնիկը չի հասկանում չի հասկանում չէ ինքը ուզում է անի ապա դու ով ես որ իրան ասես ինքը հենց այդ չի հասկանում որ հիմա ասեմ չմտածես կապույտ փղի մասին, աշկին դեմ անգամից կապույտ փիղ է գալի։ Այդ չն մեր ուղը միշտ անտեսում է։ Դիմացի։ Ախպեր։ Գիտես ինչ։ Խոսքի Աստված ասեց չուտես ախպեր։ Այս ծառի բերքը չուտես։ Չուտես բառն է օգտագործել, կարող անդե մի քիչ նայ բացականը դրականի վերածած ասածը լինի, բայց իմաստը չուտելն լինի։ Հասկացար։ Դա շատ կարևոր է։ Ինքը մի որ ասինքն ուտել ու չուտել հասկացողություն է եղել ճիշտ է ախպեր ուտելու ու չուտելու անիկել խոսքի հա այն բախտել կար որ եթե հիմի ինչ որ բան կա ուրեմն բախտին է եղել է ես մենք կարծեմ սրան անդրադարձել ենք որ ինչ ասես կա ախպեր չկա չուտել ասած շեղվանքանը չենք մոռաց հա հիմա եթե կա ինչ որ երկակիա չէ մեր կյանքը ախպեր
ասենք միշտ հակադարձ բաներ կա ախպեր, մեծ փուճուր հաստ բարակ եղել։ Մետ ուտելն ու չուտելն է։ Իսկ այդ մասնիկը այն վախտել է եղել էլի։ Դաժե եթե մասնիկը որպես մասնիկ չի եղել ախպեր, երևույթը որպես երևույթ է եղել ախպեր։ Նայ, հենց այդ եմ ասում, որ կարող է գրքում գրած չի հենց չուտես 2 օր հաց, այլ գրած է 2 օր սովի դեպքում քեզ լավ կլինի։ Ճոգիր, այնի բացականա չուտես։ Էսի դրական ձևակերպում է 2 օր սովը քեզ լավ կլինի։ Երկուսն էլ չուտելու մասին է։ Հա, բայց մենք կոնկրետ հիմա ախպեր խնձորից էինք խոսում։ Դրա համար հասանք ուտելու։ Ես պրոստը զուտ այն եմ ուզում ասեմ, ախպեր, դու ասում ես այդ մասնիկը մենք չենք կամ երևույթը կամ բան, չէ, ախպեր, դու ուղեղը սովորում է ախպեր։ Ուղեղը ընկեր քո էգոնա կազմավորողն է, հասկանում ես, էգոնա սարքում ախպեր, այդ ուղեղը ուղեղի միջոցով է սարքվում։ Հա, նայ, եթե դու անդադ ասես չեմ ուզում աշխատեմ ենթադրենք 500,000, չէ, ինչքան շատ օգտագործում ես, այնքան կյանքդ sense ուղեղդ քո ասած էգոն sense վատսականի մեջ անգնում։ Հա։ Ու սկսում ես ձևակերպել դրական այդ ամեն ինչ։ Ուզում եմ։ Ինչքան ժամանակ է որ փորձել ես։ Մի 3 տարի կլինի։ Ու ինչ է փոխվել քո կյանքում այդ ընթացքում։ Գիտես ինչ խաղաղություն է ներքին։ Դե խաղաղությունը բացի չէ։ Հիմա գիտես ես օրինակ ախպեր, այս իմ թեմաները խի եմ անում։ Քեզ ասեմ ինչա փոխվել, այսինքն այն ինչը որ ես ուզում եմ փոխվեմ, մենակ ինձնից չի կախված։ Պետք է 50% ես եմ, 50% մնացածը, ու այն 50%-ին մնացածին ես չեմ կարող կառավարեմ, ղեկավարեմ։ Կներես ներողություն։ Այ ամենահամը։ Հա, հասկացա։ Ու այն 50%-ը ինչը որ ինձանից չի կախված, դա ընթացքում լուծելի հարցեր է։ Ոնց ասեմ այդ բանը։ Երբ ես նկատես գացել հասկացել, որ արդեն տիրապետում ես այդ process-ին։ Սա եմ ուզում հասկանամ, որ ասում ես այ sense եթե չի, ուրեմն այ sense, հա։ Դու գիտակցում ես։ Իսկ դու 3 տարի գիտակցել ես արդեն էդի, ու 3 տարի այդ 50%-ը ինչ ես արել։ Ուզում եմ էդի հասկանամ։ Ախպեր նայ քո մտքերը, մի հատ լսի ինչի համար եմ հարցնում, որ դու հասկանաս խի եմ հարցը տալի, որ պատասխանես։ Ես 3 տարի առաջ 3-4 տարի առաջ այն թեմաներով, որոնք որ խոսում եմ հիմա, ես 4 տարի առաջ սկսել եմ խոսալ այս թեմաներով։ Դրանից էլ 4 տարի առաջ սկսել եմ հետաքրքրվել այդ թեմաներով։ Ես 4 տարի ոչ մի բան չեմ խոսացել, որտեղ ինքս ոչ մի բան չգիտեի, չէի հասկանում։ Ես 4 տարի մենակ սովորել եմ, 4-ից ավել դաժե։ Հետո հենց որ արդեն կամաց հասկացա, սկսում եմ հասկանալ, ինչ որ զարթոնքներ եղան եւ այլն, իմաստություններ եկան եւ այլն, այդ ժամանակ ես սկսել եմ արդեն խոսալ։ Բայց ապե դու ինչքան ուզում աճես, դու այնքան աճելու տեղում ես։ Դա ազատության մեջ եմ մտնում, հասկանում ես, հա, դա անսահմանության մեջ եմ մտնում։ Ես չգիտեմ այդ կուլմինացիան, ես կոնկրետ մարդու ուրեմն զարգացման պարագայում ինձ թվում է, որ այդ կուլմինացիան ախպեր մանվան տեսքով է լինելու։ Այսինքն դու հասնես այն կետին, որ արդեն այս ֆիզիկական աշխարհը պրոստը թողես ախպեր ու շարունակես քո աճը ուրիշ ինչ որ տեղ, չգիտեմ ոնց, ինչ եւ այլն, բայց այնուամենայնիվ էլի ինձ թվում է, որ դա վերջը։ Բայց այնուամենայնիվ ախպեր դու քո աճը շարունակվում է, դու ունես աճելու տեղ։ Երբ որ ես հասկացա, որ կարամ արդեն ինձ թույլ տամ ինչ-որ բաների մասին խոսամ, որովհետև դրանց տիրապետում եմ, ես սկսեցի խոսալ ախպեր, բայց հասկացա հերթական աճը երբ որ եկավ, ախպեր, երբ որ գրանցվեց իմ մոտ, ես հասկացա, որ ինչքան էլ որ ես բերանիցս փրփուր թափելով ինչ-որ բան պատմեմ ախպեր, ոչ մեկ չի հավատալու ինձ պրոստը, հասկանում ես, ոչ մեկ չի հասկանալու ինձ։ Մարդկանց պետք է ապեմ, մենք այսօր շատ նյութապաշտ հասարակություն ունենք, շատ։ Իրանց հետաքրքրում է ախպեր, թե այն ինֆորմացիան, որ դու իրանց տալիս ես, իրանց ինչա տալու վզան են, հասկանում ես, փոխարեն, իրանք շատ առևտրական հոգեբանությամբ են ապրում մարդիկ ախպեր։ Այդ հին կտակարանը հələ իրանց գենի մեջ ավելի շատ է, հասկանում ես, երբ որ հին կտակարանի մեջ ասում է ակննդական, ատամն, չէ։ Հա։ Այսինքն քեզ խփում են դու ես խփի, ոնց քեզ դու էլ իրանց, դա առևտրականի հոգեբանությունն է ախպեր։ Բայց Հիսուսը եկավ ասեց խփում են երկրորդ թուշդ էլ դեմ տու, այսինքն առևտուր մի արա ախպեր։
դու մի արա այն ինչ որ քեզ դու ավելի լավն արա, դու միշտ լավն արա, խի ասում սիրի թշնամուտ ախպեր։ Ինքը այդ առևտրական հոգեբանությունից դուրս գաս, որ աճես ապե։ Քանի դու ասում ես իմ հետ սենց են վարվում, ես էլ իրանց հետ տենց կվարվեմ, դու չես աճել։ Սել տեղից չի շարժվել։ Հա, դու չես աճելու։ Հիմա տես, մարդիկ քանի որ այդ հոգեբանությամբ են ապրում, իրանք շատ նյութապաշտ են ախպեր։ Իրանք ուզում են տենան արդյոք քո տված ինֆորմացիան ախպեր, եթե իրանք վերցնեն, եթե իրանք քո վրա ժամանակ ծախսեն։ Ժամանակից բացի, եթե իրանք քո վրա ռեսուրս ծախսեն, օրինակ մտածեն դրա մասին։ Մի բան է օրինակ ասենք թե փող կան, եթե դու իրենց ինչ որ ինֆորմացիա ես տալի փողով ես օրինակ տալ այդ ինֆորմացիան, իրանք ուզում են հասկանան զամեն ինչ են ստանալու ախպեր։ Իսկ իրանք ուզածը փողն է։ Սա փող են ուզում ախպեր, որտեղ փողի մեջ են տենում երջանկությունը, հասկանում ես։ Իրանք դաժե մի փուճուր ավել չեն մտածում, որ հասկանան, որ բլեդ եթե դու ունենաս այս $100,000, այս $100,000-ը դու ինքեր եթե չես վաստակե, պետք է քեզ ոչ ոք չի տալ։ Բացի չի տալու, դու չես կարողանալու այդ փողով ռասպարեժատելն ես, հասկանում ես, դու չգիտես փող պահելու ձև, ապա եթե դու փող պահելու ձև իմանայիր, դու կունենայիր այսօր այդ փողը։ Իրանք դա չեն հասկանում։ Իրանց թվում է, որ իրանք ապետի կվերցնեն ընկեր, մի հատ տուն կառնեն, վարձով կտան, կայֆաբատ կնան։ Հասկանում ես ինչի մասին է, ապե вообще այդ ամեն ինչ։ Այդ է իրանց պատկերացրած, որ մի հատ տեղ դնեն, որ իրանք չեն ուզում աշխատեն ախպեր։ Իրանք ուզում են մի հատ միջոց մտածեն, որ այդ միջոցը իրանց անդադ ինչ որ տեղից ախպեր է, ջրի պես փող կաթա պրոստը, ու իրանք ախպեր վայելեն կյանքը։ Իրանք չեն հասկանում, որ ապե եթե իրանք մի ամիս ապե ամեն օր հյուրանոցում ապրեն, ապե իրանք զզվելու են այդ հյուրանոցից ախպեր։ Իրանք ուզելու են վառեն այդ հյուրանոցը, հասկանում ես, թե իրանք ամեն օր գնան բասեին լողանալու ճոխ ընկեր, չգիտեմ, իրանք թույն ուզած ձևի ապե իրանք մի ամիս, երկու ամիս լավ քարը տրակի պայթի մի տարի հոգնելու են ապե։ Իրանք ուզելու են ուրիշ կայֆ անեն, ուրիշ ձևի հաճույք ստանան։ Վերջի իտոք դառնալու են կոնչնի նարկոման ախպեր։ Դրա համար պետք է չափավոր ամեն ինչից մի քիչ լինի ապես, իրուն մոտիկանաս, հասկանալով մոտիկանաս եւ ասենք ինձ շատ են հարցնում, օրինակ ես չգիտեմ աղջիկների համար ապա իմ խելքը թափում է, ես վատնում եմ շատ, իմ ահա որ շատ սիրում եմ։ Բայց ինձ միշտ ախպեր, ասես դիստանցիայի վրա եմ պահում, միշտ, որովհետև ես գիտեմ ախպեր, որ եթե ես շատ տրվեմ այդ ամեն ինչին, ախպեր, ես մի օր կարող եմ զզվեմ, հասկանում ես, աղջիկներից, ու եթե ես հանկարծ մի օր աղջիկներից զզվեմ, ախպեր, արդեն վсё ջոկին, արդեն վсё, ապա ես կարամ հելնեմ որդասարի վրա նստեմ ու նայեմ ոչ միտեղ, որտեղ ասենք աղջիկան вообще կինը իմ համար ես տենում եմ իրան ապե ինքը բացարձակ երևույթ է ախպեր ինքը աստծո ընկերեմ ամենայն բոմբ ստեղծագործությունն է որ դու նայում ես կնոջը ու ապե պրոստը որ պետք է չնայես իրան որ կարողանաս ուրիշ բանով զբաղվես հասկանում ես եթե տարածքում կին արմատ կա աղջիկ կա նրբություն կա ասում ես իրա ձևի մեջ կա ոչ թե որ կա ֆրատ թքի մասը հա չէ կնոջ մասին ենք խոսում կին կերպարի որ նայում ես իրեն ախպեր արդեն ինքը իր գրավչություն այնքան շատ է ամեն դեպս իմ նկատմամբ տենց է էլի ես այնքան շատ եմ տարվում ախպեր իրանով որ ես պրոստը ուրիշ բան չեմ կարող անեմ ախպեր ես չեմ կարող իրանից շեղվեմ խոսքի ինչ որ ուրիշ բան անեմ որտեղ ինքը ասենց ուզում է խլի ինձնից հասկանում ես իմ էներգիան ու ես էլ նես չի որ ուզում է զորով խլի ես ուզում եմ տամ ախպեր բայց դե լիք ուրիշ բաներ եմ ուզում անեմ դրա համար ես միշտ sense դիստանցիայի վրա եմ մնում ախպեր աղջիկների հետ ասենք հա էլի շփվում եմ բան չի նշանակում որ вообще դա հա շփվում եմ բան բայց այդ կապին sense ուշուշ եմ ներքին ցանկությունը հա միշտ ինքը ինչ որ միտեղ հերու տեղա ես կարողա գլխիս մեջ ինքը ամեն օր տեղ ունենա որ բլին ինչ որ կապ եմ ուզում հասկանում ես աղջկա հետ ուժեղ կապ եմ ուզում համ էմոցիոնալ համ ֆիզիկական ինչ որ պահ կա այդքանը ինձ հերիք է ասում ես դաժե այդ ուճուր միտքը իմ գլխի մեջ այնքան շատ է անգեր որ ինքը ինձ ամբողջ օրվա համար հենց էներգիա վստահություն ապե որ ես կարամ չգիտեմ անգերելն եմ հարավոտից բազեմ ջոգի ես այնց ու ինձ դուր է գալի դա բայց երբ որ ես ասենք թողնում եմ որ լինի այն ինչ որ լինելու է ես մի հատ sense ծխվում սպառվում եմ էներգիա սաղ գնում եմ մեռնել ես գալիս է ուզում եմ մեռնեմ ու դա խեմ ասում երբ որ շուշուտ է այդ լինում ապա
Դու սկսում ես մեռնել, զզվել, ոչ եմ վատ process-ների մեջ ես ընկնում։ Դրա համար ես շատ եմ սիրում, որովհետև ուշ եմ գնում դրան, բայց գնալուց էլ sense տրվում եմ լրիվ ախպեր ու վայելում եմ, հասկանում ես, սիրում եմ ու չեմ կշտանում, հասկանում ես դրանից։ Չեմ ամեն օր դրանով չես հետաքրքրվի, շաբաթը մեկ չես հետաքրքրվի, ամիսը մեկ, sense որ էփես մեջը տեմ որ արդեն չես կարող եմ, որ արդեն պայթում ես հեսա ախպեր, որ գնաս մտնես process-ի մեջ, դառնաս մի հատ process-ը լրիվ վայելես այդ ամեն ինչը ախպեր ու էլի անցնես որովհետև ինչքան էլ աղջիկները ֆանտաստիկ երևույթ են, իրանցից զատ էլի շատ ճկնաղ երևույթներ կա այս աշխարհում, հա, որ կարելի է դրանցով հետաքրքրվել ու ես հետաքրքրված եմ։ Ինչևէ, ապա թեմայից շատ շեղվա։ Ես խի էի ուզում, ամենասկզբից ինչ է ուզում ասել, մարդիկ քան որ շատ նյութապաշտ են, իրենք ուզում են տենան, անգլիես ինչ են ասում են լավ, դու որ գիտես այդ ամեն ինչը, քեզ ինչ է տվել։ Իրենք ուզում են էդի տենան, իրենք չեն կարող մտնեն քո հոգու մեջ որ տենան, հասկանում ես։ Էլի չեն կարող տենան, որովհետև իրանց հայացքները լրիվ ուրիշ տեղ է։ Մեր հայացքները լրիվ ուրիշ տեղ է։ Եթե ես փողը տենց չեմ արժևորում ոնց որ ինքը, ինչքան էլ ես գոռամ դրա մասին, ինքը դա չի հասկանում։ Հա, դրա համար եմ ասում, ինքը ուզում է նյութեղեն տենա այն ինչին դու հասել ես։ Եթե նյութեղենը ինչ չի հետաքրքրում, կոպիտ ասած։ Չէ, դե լավ նյութեղենը հետաքրքրում է, ապա բոլորին է հետաքրքրում։ Չէ, խի։ Լսի, ես քոպես ասել եմ ախպեր ժամանակին։ Շատ վատ, դաժե։ Բեսանտ վատ։ Ու էդի տեղ ունի, օքեյ։ Գիտես, եթե փողը քեզի չհետաքրքրեր, դիմաց չէի աշխատի ախպեր։ Հա, նյութեղեն պատկերացումները պրոստը քանակի մեջ տարբեր է։ Ինձ մի սենյականոց օրինակ գյուղում մի հատ փոքր տունը հերիք է, բայց մեկի ուզում է 8 հարկանի առանձնատուն։ Հասկացա՞ր տարբերությունը։ Նես չի ես տուն չեմ ուզում։ Նես չի ես ավտո չեմ ուզում կամ այն չեմ ուզում, բայց հենց այդ մակարդակները շատ տարբեր է, էլի իմ ու հենց դա է խնդիրը սկսում։ Հա, բայց դու ունես այն ինչ որ ուզում ես։ Իրան էտա պետք է հասկանա։ Այն ինչ որ ես ուզում եմ, ես ունեմ։ Ճանապարհին եմ հələ ինչը որ նոր պետք է լինի, բայց դրա 50%-ն էլ ինձանից չի կախված։ Բաղումից։ Դիմա քեզնից մեկը, եթե ես ուզում եմ քո հետ podcast նկարեմ, չէ՞ այսօր։ Ես որ չեմ կարող ասեմ, всё, պետք է նկարենք, դու խելոք գաս նստես, մարդ ես, կարաս ասես, չեմ։ Այսինքն մեր հարաբերությունները 50-ն իմ կողմից է, 50-ը քո կողմից, ճիշտ է։ Հա։ Իսկ դա ի՞նչ է տալի ապա նյութին։ Նյութականորեն ես ասում եմ քեզ նայ։ Նյութականորեն երբ որ դու հասկանում ես որ դու ոչ մեկին չես կարող կառավարես, գործերը տնից ես կարգավորում, որ այդ նյութականը ավելի հեշտ ձևով, ավելի մարդկային ձևով ունենաս։ Մենք իրար չենք հասկանում, տարբեր բաներից ենք խոսում։ Հիմա լսի։ Երևի։ Պողոսը հարցնում ասում ախպեր, լավ, դու ինձ ասում ես, որ ես քնած եմ, օրինակ։ Ես ինձ չի թվում, որ ես քնած եմ, ինձ թվում է, որ ես արթուն եմ ախպեր։ Իմ պատկերացումով զարթուն մարդը պետք է ունենա մեծ դղյակ։ Հա, օրինակ, եթե ես տենց բան եմ ասում, եթե դու արթուն ելնեիր, դու կունենայիր, դու մի քիչ սենց վիճակում կլնեիր ախպեր։ Ինքը ինձ հարցնում է դու արթուն ես, եթե ես հա արթուն եմ ախպերում, ես պետք է ունենամ այդ այն ինչ որ ես ասում եմ, հասկանում ես։ Ես էլ եմ ասում։ Հիմա տես։ Հիմա ոնց բացատրես որ դու տես նայել ես խալա։ Ոչ մի ձև չես կարող դա բացատրես։ Դե հիմա անդրադառնում եմ ամենասկզբին ինչ որ ես ասել եմ։ Ոչ մեկից ոչ մի բան կախված չի։ Լսի, ինգեր, կես մեզ չկա ախպեր։ Ես ասում եմ, ես 3-4 տարի առաջ սկսել եմ խոսալ այդ թեմայով։ Պրոստը ես սկսեցի խոսալ ու ես հասկացա, որ հերթական գիտակցություն եկավ, որ անիմաստ է իմ խոսալը ախպեր։ Որովհետև եթե դու ինձ ասում ես ախպեր, արի այս ինչ երկիրը ստե բանանի ծառ կա լիք ախպեր, դու միշտ բանան կուտես, ապա նշանակում է, որ դու կուտեիր այդ բանանը ախպեր, բայց հիմա դու բանան չունես որ ուտես։ Շոկ մեզ ստենում եմ, որ դու չունես այդ բանան ախպեր։ Նշանակում է այդ քո ասած ապա, դաժե դու չգիտես քեզ ինչա տալու։ Հիմա ես դադարեցի իմ խոսալ այդ թեմայով, լրիվ բաց թողեցի այդ թեման ախպեր։ Ու ես պրոստը պրակտիկայով սկսեցի ախպեր, պրոստը ապրել նրա համար, որ տենամ ինձ ինչա տալի, այն ինչ որ ես գիտեմ։ Հիմա այն թեմաների մեջ ինչի մեջ որ ես կամ, դու գիտես ինչ թեմաների մեջ կամ։ Այդսաղ թեմաները արվում է նրա համար ախպեր, որ ես մի տարի հետո, 2 տարի հետո, 3 տարի հետո, երբ որ սկսեմ ավելի հանրայնացնել այս թեման ու հանրային խոսալ սրա մասին,
այդ նյութապաշտ մարդիկ տեսնեն ախպեր, որ ասեն ինքը այս ունի, այն ունի, այս էլ է Իրանը, այն էլ է Իրանը, հասկանում ես, այս թեման ինքն է անում, այն թեման ինքն է կազմակերպել։ Այսինքն դու զուտ անում ես նրա համար, որ հետո իրանց լեզվով կանաս խոսես։ Հա, ինձ էդի պետք չի։ Ինձ այդ ամեն ինչը չի հետաքրքրում, հասկանում ես, ես քանիցս արդեն ասել եմ, ինձ հետաքրքրում է, որ ոչ մի բան ինձ չհետաքրքրի, ինձ մենակ է դա հետաքրքրում։ Ես ուզում եմ ախպեր ոչ մի բան չանեմ, բայց առանց ուզելու, հասկանում ես, ուզում եմ այնքան ուժեղ լինեմ, որ կարողանամ պրոստը թողեմ ու գնամ ախպեր։ Բայց ես ոնց որ իմ մեջ բաներ եմ դրել էլի, sense ինչ որ առաքելություններ եմ հորինել ինքս իմ համար ախպեր, որ այսի դու պիտի անես, որովհետև ես ասենք լավ ոնց ասեմ, ոչ թե ուզում եմ հետք թողեմ ինձնից հետո խոսքի կամ ինչ որ ժառանգություն թողեմ, տենց պաթոս բաներ չեմ ուզում։ Ինձ հետաքրքիր է, որ մարդիկ իրանց մի քիչ թույն զգան էլի, որտեվ ես ինձ թույն եմ զգում ախպեր։ Ես ուզում եմ ավելի թույն զգամ, բայց ոնց որ չեմ կարող sense թողեմ իրանց ու ես գնամ ինձ ավելի թույն զգալու։ Հասկանում ես, դրա համար ես հիմա մի քիչ ընկեր մնացել եմ ինչ որ մի հատ բան վրա, ախպեր, ինչ որ մի հատ աստիճանի վրա, էլի կարող է ասենք ինչ որ էլի աճ գրանցում եմ, բայց ոչ այնքան, ինչքան որ կթողեի կգնայի, հասկացար, բայց ուզում եմ, որտեվ երևի պետք է ինչ որ բան անեմ, որ նոր թողեմ գնամ, հասկանում ես։ Այս ուզում եմ այդ ինչ որ բանը լինի նենց, որ ինձնից հետո ախպեր մարդիկ միլիարդ հատ գիրք ախպեր լավ, թող մի հատ ավել գրածել լինի, էլի, չնայած ես չեմ ուզում գրեմ ախպեր։ Դու հասկացար, որ մի հատ ավել ինֆորմացիա լինի իմ շարադրմամբ ախպեր։ Որտեվ կարող է այդ միլիարդ հոգու մարդու մեջից այն 1000 հոգին մի քիչ ծիկ են ջոգում ախպեր իմ գրածով կարող է ջոգեն էլի ինչ եմ ուզում ասեմ հասկացա ու դրա համար բայց պիտի մի հատ համապատասխանես իրանց հայացքներին ոչ թե իրանց հայացքներին համապատասխանեմ այլ իրանց պատկերացումները կյանքի կոչեմ ախպեր որ իրանք տենան որ էդ էլ է հնարավոր հա որ իրանց ուզածն էլ կլինի հա ձեր ուզածն էլ կլինի ախպեր ես հիմա ասենք մի տարի է որ զբաղվում եմ դրանով բայց հեսա մի քանի օրից կլինի արդեն հասկանում ես ու էդին էս չի որ դժվար է դաժե մի տարի չէ դաժե մի տարի չէ ընկեր մարտի վերջ եմ ես եկել այս թեմայով ստեղ ախպեր հա գիտեմ հիմա ասածս իմ գիտես որն էր 50-50-ը որ դու քո այդ թեման կյանքի կոչելու համար ինչեր արեցիր հելար գնացիր եկար ինչ գործընթացների մեջ չէ այդ մենակ քեզանից չի կախված դրա 50%-ը կախված է դիմացինից չէ ստորագրե ինչ են ստորագրե կլներ չէ բայց դա չլներ էլ մյուս տեղը կլներ ապրես իսկ դա ժամանակ է տանում դա process է տանում հա բայց դու արա այդ process-ի մեջ պիտի լինես հա համաձայն եմ տղեկիցս կան որ իսկ մի հատ ուրիշ բան եմ ասում պիտի սպասես այնքան մինչև process-ը պրսնի հասնես այդ վերջի կետին նոր դրա մասին սկսես խոսալը չէ ընթացքում կարելի է համ հասնել համ խոսալ չէ ոնց որ հիմա այնքան մենք հիմա թեմաներ բարձրաձայնում ենք, որ մեզ հետաքրքիր է ու մենք այն process-ների մեջ ենք ինչ։ Բնականաբար, հա, չասեցի ես։ Ապրես, դրա համար հիմա ինչքան էլ ուզենան գան ասեն, բա ուր է քո արդյունքը։ Հոպա 3 տարին քիչ է լուրջ արդյունք, որ ես կայնամ քեզ ցույց տամ։ Դե նա այդ լուրջ արդյունքն էլ արդեն հարաբերական է, ու չգիտեմ ինչի մասին ես լուրջ ասում ախպեր։ Էլի գալիս ենք իրանք ոնց են պատկերացնում լուրջ արդյունքը, համաձայն ես, չէ՞, էլի ասեցի ինձ համար փոքր տունը նորմալ է, ուրիշի համար դղյակն է նորմալ։ Հա։ Բայց այնուամենայնիվ բայց պիտի հա պիտի տուննել ունենաս որ կայնաս ասես հեսա բայց ես տուն չեմ ուզում չէ միտքը ուղղակի տան վրա մոյնակ բեր տունը փակ թեմա է ախպեր տունը ազատության մասին չի ես այդ вообще այդ ընտանեկան օջախ մոջախ այդ հասկացությունները ինձ բան է ինձ դարել ախպեր իդես ինչ հա օքեյ է ընտանիքը ուժեղ բան է որ ընտանիք կա դա ուժը Ես դա տենում եմ իմ կյանքում այն մարդիկ ովքեր որ ընտանիք ունեն ու ընտանիքում կա գաղափար մի հատ հաստամ պատասխան ընտանիք ինչ է նշանակում մամա պապա երեխեք չէ հենց բառը տանիք մի տանիքի տակ է տանիքի տակ հա ուզում լոգիկա պատասխան չէ եմ մտածել դա գնացին հա Չէ ուզում հասկացնեմ որ ընտանիքը պապայի մամա պապան չի էլի հա բայց ես հիմա քանի որ դրա մասին ասեցի, ընտանիքը հենց այդ ինքնատունն է, էլի ախպեր։ Բանա, շատ ուժեղ թեմա է, երբ որ մի գաղափարի շուրջ են ապրում այդ մարդիկ։ Բայց եթե ասենք պապան մամայի վրա գոռում է, դա արդեն գաղափար չկա։ Իր մեռավ քրթով ապե, տան մեջ գաղափար չկա, եթե պապան մամայի վրա գոռում է, ուրեմն պապան ապե
մամայի հետ ընկեր նախքան ամուսնանալը ոչ մի գաղափարի մասին իրանք ոչ մի բան չեն վերցրել, չեն դրել, իրար հետ նույն ճամփով չեն եթում, ապա իրանք առուները մի բանով չի հոսում, ճոգիր, որտեվ իրանք առանց հասկանալ են միացել արդեն։ Սա էլ չկա արդեն ուժեղ ընտանիք, բայց ես խոսում եմ այն ընտանիքի մասին, որ ուժեղ է, դա դզում է նայում ես, ճոգում ես սաղ նույն գաղափարով են ապրում, ճոգում ես, ասում ես գազն տպել են, էլի ախ։ 4 մարդ, եթե նույն բանն են ուզում, ապա դա արդեն վերջն է, ապա։ Հա տորմուշ չկա։ Հա, դա արդեն դժվարի գնալու են ախպեր իրանց ուզածին հասնելու համար, դա դասում է այդ կողմից լավ է ընտանիքը, բայց այստեղ արդեն կարանք բան անենք, ու համետական տանենք քո ասացի հետ, որ պարտադիր չէ դի մամա պապան են։ Ես ու դու եկանք նույն բանը ուզենք, ապա ուսենց գնանք ու դառնանք էլի տենց մի տանիքի տակ, հա, ընտանիք։ Բայց вообще в целом այդ տան գաղափարը իմինը տուն ախպեր 4 պատ, ապա պետք է բան է էլի, ես քարանձավն է էլի։ Նույն քարանձավն է, նույն փակ տեղ, փակտվել տեղ։ Ոսոր ինչ որ տեղից որ բանից փախկվենք, որ մեզ չտենան։ Ու այդ դաժե բանում Աստվածաշնչում դրա մասին կա գրած, կարծեմ Ապոկալիպսիսի մեջ է գրած, որ ասում է որտեղ էլ լինեք Աստված ձեզ գտնելու է, որտեղ էլ որ փախկվեք, մեկը Աստված ձեզ գտնելու է, ինձ թվում է դա լապե ժամանակին, ասենք մենք վախից ենք Աստծուց ենք փախկվենք, հա, այտենց փակ տեղեր ենք մանեկե ու դա էլ մնացել է մեր մեջ, էլի, որտեղ մարդիկ կան, որ ես հետները խոսում եմ, ասենք իրանց ներկայացնում եմ իմ պատկերացումները вообще ապրելու մասին, թե ոնց կարելի է ապրել, ոչ թե ոնց ես կուզեմ ապրել, այլ ոնց կարելի է, ու դրանցից մեկը այն է, որ լինել անտուն ու չունենալ հիմնական տանիք, просто գնալ ախպեր, просто անդադար գնալ, որտեղ մի օր իմ մոտ տենց մի օր չէ, մի պիրուտ տենց ցանկություն շատ էր արտնացել, հենց մի օրինակությունից փախնելու համար էր, հասկանում ես այդ թեման։ Ձանձրացնում է քեզ, հա։ Հա, մի օրինակությունը ախպեր, դժոխքի է նմանվում, հասկանաս։ Իսկ որ մյուսի համար նորմալ է։ Մի օրինակությունը իրան դուր է գալի, իրան դուր չի կարա գա, ապա երևի մարդիկ պրոստը այդ մի օրինակության մասին դաժե չեն մտածում, որ այսինքն այլ ընտրանք չեն պատկերացնում, էլի դրան։ Հա, իրան օքեյ առավոտին մին գնա գործի 3:06-ին կատում։ Իսկ ես գիտակցել ինչ է նշանակում։ Հիմա դες պարզ բան ախպեր։ Այս մարդը 2000 դրամ փող է տվել, որ մտնի ստեղ։ Որ մտնի մի հատ գիտակցի ինքը որտեղ է հասկանում։ Ինֆորմացիան վերլուծի, հա, դա է։ Ինքը չի գիտակցում, ինքը ոչ մի բան չի, ինքը ճիշտ չհասկացավ, ապա ուր է եկել։ Հասկանում ես, ինքը գլխի մեջ մտածում էր հելնեմ այդամ ախպեր մի հատ խորոված խեղտեմ։ Հասկանում ես, ապա։ Էս էլ տեսանք կարեջկա, ապա։ Էս հենց այդ է գիտակցել, հասկանում ես, որ դու գալիս ես մտնում ես քարանձավ, նայում ես վերևդ խոսքի ախպեր միլիարդավոր տոննաներով ընկեր քաշ ախպեր։ Ես ինչ էի ասում, վախենալու եմ այդպես։ Պրոստի կարող բլի գլխի մասին ընկել։ Նայում ես պատերից, պատալոկից ախպեր, բանից քարից ձունա, ջուրա կաթում ախպեր։ Խոհ ինֆորմացիան շատ անհրաժեշտ է, հա։ Սառնությունը, խոնավությունը, ընդհանուր մթնոլորտ ախպեր, էս լուսավորությունը ասենք ինչ որ բան են, փորձել են մթնոլորտ ստեղծեն ինչ որ, հա։ Նստես մի հատ զգաս ախպեր, էս լռությունը եւ այլն։ Ինքը եկավ պրոստու ֆրոց հետ գնաց ախպեր ոտերի տակ նայելով։ Ինքը չի գիտակցում ինքը որտեղ է, հասկանում ես, այդ է գիտակ, ապա դու պիտի գիտակցես, թե որտեղ ես ինչա կատարվում քո հետ, դու չես գիտակցում, երբ որ դու չես գիտակցում, ընկեր, всё ապե։ Դու չես գիտակցում, որ քո կյանքը մի օրինակ է անցնում։ Դու ամեն օր ընկեր խոսքի օրինակ ապե փլավ ես ուտում ու դու չես շատ լավ բայ եկավ։ Եկավ ֆրազ գնաց, դա մի օրինակ։ Ինքը ուր էլ մտնի մի հատ sense ֆրալու է գնալու, ֆրալու է գնալու։ Ուզում է աշխարհամնավերջ թանգարան լինի, ուզում է սովորական ինչ-որ բազես դնի։ Հա, կամ այդ թանգարան մտնողները մտնում են 5 րոպե հետո դուրս են գալի, արա, այդ ինչ արեք ախպեր։ Հա, միտքը, հա, դու պիտի գնաս մի հատ հասկանալ, խես գնացել է տե ախպեր, խես գնացել է։ Խես մտել ախպեր։ Կալ, հա, եղել է։ Հա, եղել է։ В общем, տենց չէ մի օրինակությունը ապա դժոխքին, ես գիտեմ, որ դժոխքն է այդ ախպեր։ Դժոխքը ապա պահի հավերժությունն է մի օրինակության ու ամփոփող վիճակի մեջ ախպեր, հա։ Այն վիճակի տհաճ էլի վիճակի։ Ասենք նիրվանան էլի ամփոփող ուղակի շքեղ, ասենք հոգե վիճակ ու ապրում է, որի մեջ դու կարաս մնաս ու թույնը։ Բայց ինքը նույն մի օրինակությունը չի։ Ինքը ինչ է, նիրվանայի մեջ դու չկաս ախպեր։ Իսկ դժոխքի մեջ դու կաս ու մի օրինակ, իսկ ընդ չկաս ու մի օրինակ։ Ախպեր
Խեն ասում Աստված անփոփոխ է, ախպեր, մնացած ամեն ինչ փոփոխական է։ Օրինակ հավերժությունը ինքը անփոփոխ վիճակ է, բայց ժամանակը ինքը փոփոխական վիճակ է։ Այսինքն Աստված ինքը չի ենթարկվում փոփոխության ոչ մի ձևի, ինքը կայուն վիճակ է, կայուն վիճակում է գտնվում։ Դու կարող ես, դա էլ է, այսինքն մի օրինակ, կայունությունը մի օրինակություն է, կայուն վիճակը մի օրինակ վիճակ է։ Բայց ինքը ցիկլիշնի չի էլի, ինքը հավերժ է, դրա համար չի տանջում։ Ապրես։ Երբ որ դու կաս այդ վիճակի մեջ, դա թույն է, բայց երբ որ դու կաս սենց մի օրինակության մեջ, հիմա եթե ամեն օր նստեի ախպեր, այսի արդեն դժոխք է։ Հասկացա։ Ու вообще, այսա որ ասեմ, կյանքը ֆրակտալ է ախպեր։ Ապա ֆրակտալը գիտես որն է։ Այն բանը, множество Մանդելբրոտը, գիտես ինչ է։ Այն որ սենց այդ նկարի ես նայում, սենց մոտիկացնում ես էլի նույն նկարն է։ Սենց մոտիկացնում կամ սենց ինչ-որ բաներով սենց նույնը չի, պրոստը ուզորները, բայց վերջնարդյունքում նույն ուզորներն է ախպեր։ Այսինքն դու ցիկլով ֆռում ես, գալիս ես էլի մի կետին ես հասնում, էլի դրանից սկսում է կարող է այտենց միլիարդ տարի տարբեր ուզորներ լինի, բայց այդ միլիարդ տարին հենց անցնի, գա առաջի տարվա ուզորը, հետո երկրորդ, հետո երրորդ, այտենց էլի միլիարդ տարի։ Ուղղակի մարդկային կյանքն այնքան փոքր է, որ չի հասցնում։ Ու հիմա ախպեր, որ ասում են դժոխքն էլ է հավերժ, դրախտն էլ է հավերժ։ Մենք հիմա դժոխքում ենք ապրում, մարդիկ չեն, դա շատ պտի ախպեր։ Այնպես էփվես, որ դու զգաս, որ դու դժոխքում ես ապրում։ Մենք դժոխքում ենք ապրում, որովհետև ախպեր մեր կյանքերը անդադ կրկնվում ապրում։ Մենք նույն դասի մեջ ենք ապրել։ Ֆրոդի դժվար ոչ մի բան չկա, ախպեր, մի քանի հազար տարվա պատմություն են մեզ դրել, ախպեր, sense մեջն սրան այս Աստված ստեղծեց այս լա։ Ու խոսքը 6000 տարվա պատմությունն է, ախպեր, մենք միլիարդ տարի արդեն չենք հասկանում, ախպեր։ Շահում մենք հիմա հավերժության մեջ ենք շարունակում մնալ, հենց այդ ցիկլի մեջ։ Հա, ու այսի է մեր դժոխքը ախպեր։ Այսի է մեր ուրիշ դժոխք չկա։ Ուրիշ դժոխք հետո չի լինելու, հետո դու պրոստը էլի ինքեր հետո զգալու ես ախպեր, այս մարմինը всё մնաց, ապա ընդ ուրիշ մարմին կա, ապա այդ ուրիշ մարմնի միջոցով շարունակելու ես էլի տենալ ախպեր, էլի նույն դասերը, էլի նույն ախպեր։ Կարդաս, գնաս։ Ու լավ, ըստ քեզ այդ ինչքան։ Այնքան միջև ազատվես ախպեր, ազատությունը դրա մասին է։ Ու ոնց ազատվեմ, լավ։ Ոնց ազատվես առաջին հերթին ախպեր, հələ փորձի մի հատ սիգարետից հետ ազատվես։ Հələ մի հատ ընկեր մտքերից հետ ազատվես։ Շատ դժվար process է, հեշտ process չի ախպեր, բայց հետաքրքիր process է։ Հա։ Որովհետև, ասենք այդ process-ի ժամանակ դու գտնում ես անես թույն բաներ ախպեր։ Խեր Հիսուս ասում էր ես գնում եմ, որ ձեր համար աշխարհ սարքեմ։ Այտենց արտահայտություն ես չեմ կարա հիմա ես անգիր չգիտեմ, հա, միտքն ես ասում։ Ես անգիր չգիտեմ որպես գրություն իրան, բայց որպես գիտություն ես անգիր գիտեմ ախպեր, գիտությունը մեր Աստվածաշունչը էլի, ու вообще բոլոր ախպեր, ինչ որտեղից որ ծակից ինչ գիրք ուզում ես գտի բեր, եթե դրա մեջ ընկեր Աստծուն վերաբերական թեմա կա, ես դա մի անգամ կարդամ ու քեզ ասենք միլիոն հատ տարբեր օրինակներ կբերեմ ախպեր գտնեմ էլի եզրեր ախպեր սաղ կրոնների հետ, սաղ ուսմունքների հետ, որովհետև այդ գիտությունը ես գիտեմ ախպեր, դա իմ սրտի մեջ կա, հասկանում ես, ու այդ էլ Հիսուսն ասում է, եթե դաժե ասում է ավետարանի ասում է բոլոր էջերը ասում է կգողանան, կվառեն, կպահեն ձեզնից ասում է, այդ գիտությունը ձեր սրտի մեջ կա, հասկանում ես, այդ գրությունը ձեր սրտի մեջ կա, այսինքն ձեր սրտի մեջ ման եկեք, պետք չի որ դու ստենդեմ անգաս ախպեր, դա քո մեջ կա Ատի քո մեջ կա, դու պրոստը պիտի դա հայտնաբերես քո մեջ։ Ինչով է։ Ինքը ասում էր, որ այտենց բանից կանեք, խի խոսացինք вообще։ Մոռացա։ Մեր միակ դժվար բանն է դա որ միտքը սկսում ենք ու չենք հիշում ուր հասանք։ Չեմ հիշում խի ասացի։ Լավ թե հիմա ինչ է։ Ինչի համար է դա։ Չի դժոխքից ազատվելուց էինք խոսում, հա, ազատվելուց, ապրես։ Հա, որ ասեց ինքը բանը, ասեց ավելի լավ աշխարհ ապրելու համար, հա, գնում եմ ձեզ համար լավ աշխարհ ստեղծեմ ախպեր։ Ու ինքը ասենց էլ ասում է, դաժե եթե չկա այտենց աշխարհ, հետո ես գնում եմ որ ձեր համար ստեղծեմ այդ աշխարհը։
Դա նշանակում է, որ ինքը բան հարցնեմ, այն անգամ ասացի, ինչ որ գրություններ կա, որ ավետարանի մեջ չի մտե։ Հա, չէ՞, էդի չմտածների մեջ է, թե հենց էդի չմտածների մեջ է, էդի չմտածների մեջ է։ Հա, էդի հենց այդ բաների մեջ է ախպեր։ Ոնց էին դրա ապոկրիֆն ասում դրանց, ոնց այդ ապոկրիֆների մեջ է գրած, ու հենց դրա մասին է, որ դու սկսում ես ուսումնասիրել ախպեր իրականությունը, բացարձակ իրականությունը տիրապետում ես ոչ թե խոսքերով ու ինչ որ ոնց ասեմ բացարձակ իրականությունը այն որ ասենք սահմանումների չի ենթարկվում, էլի, հենց դու սկսում ես սահմանում տալ ինքը վсё կորում է, բայց այդ դու կարաս լինես իրականության մեջ բացարձակ։ Հիմա մենք կանք բացարձակ իրականության մեջ։ Ուզենք թե չուզենք, ուղղակի չենք կարա այդքան այն աստիճանի գիտակցենք, որ չգիտեմ, սա մեջ ենք։ Կարաս գիտակցես, հիմա գիտակցում եմ, որ բացարձակ բանի իրականության մեջ եմ։ Դա նորմալ է, սաղսել հասկանում ենք, որ մենք բացատրելն է դժվար։ Հա, պրոստը բացատրել, հասկացնել, թե որն է այդ իրականությունը։ Իրան սահմանազրում ինքը կրծավ չկա։ Հա, պրես չկա, դրա համար դու պետք է սենց սուս մնաս, ու սենց նստած ճագի։ Всё։ Հա։ Всё, ես կամ ախպեր։ Բացարձակ իրականության մեջ ես հենց հիմա կամ։ Իսկ այդ որն է, օթա էս արդեն կորավ, всё։ Всё, ոչ մի բան չկա ախպեր։ Սենց պիտի մնաս երկար, հասկանում ես, այսինքն չպետք է խոսաս էլ, պիտի մնաս ախպեր այդ իրականության մեջ, ձեն չհանես, ապե, մանավանդ սենց տեղը, ապե զարթնելու համար ֆանտաստիկ տեղ է, ապե, ինքը սաղ կողի ձեները խլացնում է ախպեր, ոչ մի ձեն չկա, հա, այս ջրի կաթիլը արդեն քեզ չի խանգարում ախպեր, ինքը սաղ խլացնում է, ապե, մոտերը խլացնում է ախպեր, ոչ մի բան չկա, ոչ ձեն կա, ոչ հոտ կա, ոչ համ կա, ոչ ինչ որ ուրիշ բան կա, ապե, պրոստը նստել ես պատ, 4 կողմդ քարեր ախպեր ու всё, հասկանաս, զարթնելու համար թույն տեղ է, մի քիչ որ երկար մնաս կզարթնես ախպեր, պրոստը դրան պետք է մարդուն բերել, էլի, օրինակ բաներ կան, սիտրներ կան, ասենք այն շամանները, խեն ախպեր սունկ-մունկ որ ուտում են, չէ, պսիխադելիչսկի սունկեր են ուտում, այդ սաղ թեման դրա մասին է, էլի, զարթնելու մասին է ախպեր, էգոյի հետ կռիվ անելու մասին է, շամանիզմը вообще բանը, այավասկան բան, այավասկան էլ Amazon-ում են սարքում ախպեր, հեղուկ է, նա կռվի մեջ ես մտնում էգոյի հետ, ախպեր խմում ես, մեռնում ես, պրոստը հետը ցիտր կա, ինքն հենց անում, որ խոսքի քո էությունը չթողի մարմինը գնա, հասկանում ես, պահում է տարածքում, ապե խոսքի sense ճտիկներով ջոգիր կպի, շարժվի նա զգա, մի հատ է սառնությունը բան, հա, ջոգիր, որ վախից սարսափես թռնես, փախնես, գնաս հեռուներ, էլի մնա խոսքի տուպը մարմին Հա, սիտրները դրա համար են вообще։ Ու պրոստը այս պրակտիկաների համար էլ է, էլի տենց մեկը պետք է ախպեր, որ խոսքի հիմա ես ստե նստած, խոսքի դու որ զարթնես կամ Պողոսը որ զարթնի ախպեր, խոսքի չվախենա, էլի։ Հասկանում ես։ Չվախենա։ Դժվար պատկերացնելը, բայց հա, դրա ինքը պետք է չվախենա ախպեր, որտեղ երկու վախը մի մահ է։ Տենց արտացին կա հենց ինձ չի, էլի։ Տենց հա դրա համար ասենք ես հիմա այդ էլ թեմա է, որ ես вообще մի հատ բան էի, շոկային կաբինետ էի ուզում սարքեի, որ դու ինքդ քեզ դրա մեջ գցես։ Ինչ չէ, ախպեր, ուրիշներին։ Ալիս թե։ Հա, դու ոչ թե զորով, այլ որ պրոստը իրենք գան ու անգնեն իմ առաջարկած շոկի մեջ, էլի։ Ու ոնց էր պատկերացնում դա։ Դե sense լուր ոչ մի բան չկա, հա։ Նո, ես պատկերացնում էի, որ վախի միջոցով պետք է անի, ու sense տենց վախի միջոցով է այդ շոկը տեղի ունենում ախպեր։ Ասենք զարթոնքը պետք է վախի միջով անցնես ախպեր։ Հա, բայց նայած ինչից վախենաս։ Բայց հա, նայած ոնց կվախենաս, էլի։ Օրինակ եթե խոսքի մարդուն, ասենք ինչ որ բանի ազդեցության տակ իրան վախացնես, ասենք խմած լինի։ Հա։ Իսկ ոնց է խմած մարդիկ ընկնում են գրոյկեքով, մտքերով, բան չէ, ասենց գնում են կամ որ հա ինչ որ կանեփ են ծխում, ընկեր գնում են մտքերով, էլի ասենց տանում է իրանց կամ նույն սնկերը։ Սնկերն է պսիխադելիկ թեմա, հիմա ինչ որ խոսում ենք ժողովուրդ չի կարելի բաներից խոսում, պրոստը խոսում ենք, որ զուտ փորձի, հա, չէ, մասնագետի կորեկտով։ Вообще փորձել պետք չի, որովհետև այդ թեման կարելի է այս sense անել, ոնց որ մենք հիմա խոսում, շփվում ենք ինչ որ հարցերի մասին մանրանում ենք, այս ամեն ինչը արվում է հենց դրա համար, որ
ինչ որ ալտերնատիվ միջոցներ դուք հետո ման չգաք, որ հասկանաք թե խի այսի սենց ասում, ես էլ եմ ուսում ես զգամ ապրեմ եւ այլն։ Այս ամեն ինչը խոսակցությունները մտածված է դրա համար, որ դուք ոչ մի ուրիշ ինչ որ ձեր մտածողությունից, ձեր հոգեկան ապրումներից բնական դրանցից բացի ոչ մի ուրիշ քայլի միջոցով չփորձեք այդ զգաք, որովհետև դրանք գարանտիա չկա էլի, вообще ոչ մի գարանտիա չկա, որ նախ կստացվի ինչ որ բան, իսկ երկրորդը ընդհանրապես գարանտիա չկա, որ կստացվի ինչ որ դուք ուզում եք, ինչ որ պետք է, ինչ որ պետք է, էլի, դա շատ զոր թեմա է։ Հա, բայց այդ թեմաներն էլ, короче, երբ որ մարդու ռազումը ախպեր, իր բանականությունը տրեզվի չի, հեշտ է վախացնել, հա, այդ նկատի ունես։ Իրան շատ հեշտ է վախացնելը։ Ինքը ինչ որ բանի ազդեցության տակ է ախպեր, թմրամիջոցի, տենց ասենք։ Ուղղը մթագնաց է, դու իրան հեշտ ես մթագնաց չգիտես, вообще կանեփը ինչ է անում ախպեր։ Կանեփն է, երբ որ դու ծխում ես, ես ծխել եմ։ Ես չեմ թաքցնում, հա, ես ծխել եմ, պլոտնի էլ ծխել եմ, հիմա բայց դրա մասին չի։ Կանեփը ինքը քո ուղեղ բանը, քո մտքերը ինքը բան անում, ապա խլացնում է։ Մթագնում է։ Չգիտեմ, տենց վատ բառ ես դու ասում, ապա մթագնելը իմ համար վատ բառ է, ես չեմ հասկանում, այդ ինչը դրանից կանեփը խլացնում է ախպեր, դու չես լսում քո մտքերը ախպեր։ Դրա համար դու մնում ես տարածքում, քեզի դառնում է հետաքրքիր, խոսքի կանեփի ազդեցության տակ մարդիկ խոսքի նայում են ուշադիր ծաղիկներ են ասում։ Հասկանում ես, որովհետև առաջի անգամ ենք ուշադրություն դարձնում, թե իրականում ինչ սիրուն է այդ ծաղիկը, հասկանում ես։ Ինչ սիրուն է այդ բրի զատիկը, որ գնում կամ հոտը կամ այդ որ ուտում են, ասում են կանեփից հետո, հա, կանեփից հետո խոսքի շատերի մոտ ախորժակ է բացվում, սկսում են ուտել։ Այդ խին ուտում, որտեվ համը զգում են, լավ հասկանում ես, կենտրոնացած են ուտելու վրա, պրոցեսի վրա, հա, ու զգում են, թե ինչքան համով է իրական։ Բայց այդ ամեն ինչը կարելի է անել պրոստը։ Ասես առանց ոչ մի պրոստը ուշադիր եղել են, այն սիրուն այն ծաղիկը։ Ու իրանք շատ են տարված, հա, մտքերով են տարված։ Խանգարող միակ բանը մտքերն է, որ շեղում են մտքերը։ Կանեփ հենց այդ անում, ապա կանեփը քո մտքերը խլացնում է, ու դու սկսում ես մնալ տարածության մեջ։ Հենց դու կարծար քո մտքերը խլացնես, դու միանգամից ընկերքով վրա ասենց հանգստություն է իջնում, նույն կայֆն է։ Նույն հաճույքն է, ինչ որ կանեփի օգտագործումից հետո դու տարածքում ես ու տարածքում սաղ թույն ախպեր, կարող ասես մեկն է խոսքի ռելաքս պարկես, ասենք։ Որ ասում են կանեփ են օգտագործում, նստում մնում են, որտեղ կայֆ է, իրական չեն իրանց տանում, էլի ես կոմենքով։ Ուղեղանը թա չի մտածում ինչ որ X երևույթների ու պրոցեսների եւ այլնի մասին, անցյալ ապագա բան, մնում ես ստե ու ստե ամեն ինչ լավ է, հենց հիման է, էլի ինքը թողում է, որ դու մնաս ներկա պահի մեջ։ Ռեկլամная пауза։ Երբ որ չես մտածում ոչ մի բանի մասին, ավտոմատ երջանկություն է գալի ախպեր։ Սկսում ես ժպտալ։ Շատ կան Հայաստան։ Տենց ուզողներ թեմային հետաքրքրվող։ Չէ, շատ քիչ կան ախպեր, շատ քիչ կան։ Ասենք ես ճիշտ ասում եմ, քեզ եմ ճանաչում։ Հա։ Ես սենց ասեմ ախպեր, դեմքեր կան, որ ես գիտեմ իրանք թեմայի մեջ են։ Դե անուններ չեմ տա։ Հա, բարձր է դա։ Հա։ Բայց սենց ասած իրանք տենց նպատակ չեն հետապնդում, ոնց որ ես։ Ոնց որ դու, հա։ Հա։ Իրանք նպատակները, ասենք, ուրիշ է։ Ասենք ավելի ինչ որ մասոնական թեմաների հետ կապ ունի։ Ոսկի այդ տիպի իրանք ավելի շատ իշխանություն են ուզում դրանով ստանան, չեմ որ սենց բաց տան բոլորին, ասենք, այդ հնարավորությունն էլ ինչ որ սկսել են իմ ասած են, որ ասում էի այն օրվա խոսակցության մեջ, որ ասացի կարած մարդու հետ խաղաս, բայց չես ուզում խաղաս։ Իմ պարագայում տենց է, իրենց պարագայում իրանք ուզում են խաղալ։ Խաղում են, ոչ թե ուզում են խաղում, հա, իրանք խաղում են։ Իրանք խաղում են ախպեր։ Ու իրանց տենց հեշտ է էլի բանը իդենտիֆիկացիա անել իրանց բաները ճանաչելը հեշտ է։ Նու իմ համար հեշտ է, որովհետև գիտես ոնց են կինոների մեջ որ ցույց են տալի ինչ որ
վամպիրը գնում է մտնում է փաբ ինչ որ խմելու տենում է անկյունի վրա մտել վամպիր կա նստած որ միանգամից իրար ախ դու կռես կամ նույն ձև են բաները շնագա է ոնց են օբրեցենների ոնց են փոխակերպուկ են ասած հայերենից մի բառ փոխակերպուկ հա մտնում է շանհոտը գալիս է միանգամից էլի Псиной воняет, да? Հա, псиной воняет։ Փոխակերպ։ Տենց մի տեղ կարդացել եմ։ Այդ այնց որ իրանց ինչ որտեղ տենում ես միանգամից սենց ոնց որ իրար տենում եք էլի դու ասում։ Բայց տենց որ ասեմ, չէ, գիտես ոնց այն ամենավերջում հենց չի որ իրանք չար բան են ուզում անել։ Պրոստը իրանց արածը իրանց պատկերացրած, այսինքն այն գաղափարները, որոնք իրանք փորձում են ախպեր սերման են ժողովրդի մեջ, էլի աճա տանում դեպի, բայց իրանք չեն, իրանք ուզում են շատակի սանձի տակ պահեն, հասկանում ես։ Հա, այն բացարձակ բանը չկա, հա, հա, դա չկա, իսկ ես կարծեմ ասացի, որ չեմ ուզում ազատության գաղափարը սահմաններ ու սանձեր չի ճանաչում, հասկանում ես։ Դրա համար ես ոնց որ ուզում եմ, որ այդ ազատությունը բոլորին տամ։ Ու ինչքան որ ես կարող եմ տամ, ուզում եմ այդքան տամ, որ ինքը իմանա էլի այդ բացարձակը ինչա իրենց ներկայացնում այդ բառը вообще հասկանա իմինը ապրի այդ բառը այդ գաղափարը ապրի ոչ թե ինքն էլ ինչ որտեղ նստի անգիր անի իմ ասածը դա առանց հասկանա հա բայց դա լավ միանգամից վերևում էլի հա ոչ հա Անենց հույս ունեմ որ այս կողքի ձեները մեզ չեն խանգարել որտեղ այնց հետաքրքիր բան պատահական խոսալ է սարանքում հա դե մեզ դա չի խանգարում հա մեզ չէ լսողին չխանգարի Թվում է այս թեման հետաքրքրում է նման բաներն են չի դարձել։ Հա, լավ ես ասում։ Մի հատ տարիքով մարդ եմ ճանաչում, ով որ տենց դաժե տարիքով։ Հա։ Տարիքով 68 տարեկան պապիկ է։ Ու շատ вообще է խոսում, հա, որ ինքը սկսում է խոսալ, ես նենց իրան հաճիկով։ Տեղը ես ինքը նոր է սկսել, թե ինքը ասեն։ Ինձ գիտես ինչն է հետաքրքիր սովետական միության ժամանակ։ Հա։ Դե 68 տարեկան ինքը Հա Եթե երիտասարդ տարիքից է սկսել ու այն թվերին, դա вообще հետաքրքիր է, էլի։ Ինքը հենց երիտասարդ տարիքից է սկսել, բայց ինքը ոչ թե թեմայով է սկսել, այլ ինքը ուրիշ թեմայի մեջ եղել է, ու տենց եկել կապել է այս թեմային։ Այսպես փորձը իրան դարձրել է այն, ինչ որ ինքը կա հիմա ախպեր։ Այ տենց օժիչոկ է ինքը։ Ձա։ Այսինքն ոնց ուզում ես ֆրա գալիս ես դու այս թեմային կապնում ես, հա։ Ուրիշտեղ չես կարող։ Պրոստե պա բռնես։ Հա։ Կյանքը քեզի բերի հասցնի այդ կետին, որ դու սկսես տենց հարցեր տալ։ Բայց պիտի հասկանաս նախ, հետո սկսես հարցեր տալը։ Մեկը հասկանալու ես։ Մեկը։ Հիմա չհասկացար, դժողքը հավերժ ախպեր։ Հա, ճիշտ է։ Անպայման հասկանաս ախպեր։ Անպայման։ Ասենք Դալայ Լամաները ոնց են իրանք вообще թեման գիտես, ոնց են Դալայ Լամա դարձնում են ախպեր։ Մարդկանց այդ Լաման էլ է տիտղոս էլի։ Այդ Դալայ Լաման այդ Վերխովնի ճուվակն է ամենա էլի։ Անցյալում որ ասիր, որ գալիս ես պատմում ես ինչ ա եղել։ Հա։ Իրանք խոսքի, իրանք հիշում են։ Հասկանում ես, իրանք հիշում են անցած կյանքը իրանց, ասենք, իրանք հիշում են, ասենք 50 տարի առաջվա, ասենք ինչ որ մարդու կենսագրությունը նենց մանրամասներով են պատմում, որ ասենք այդ մարդը պետք է կամ այդ մարդու մերը լինի կամ հերը լինի, որ այդքան բան իմանա իր մասին։ Ասենք այդ այնց բաներ դի նշանակում է, որ բաներ որտե են Հնդկաստան, հա։ Հա, Նեպալ ախպեր։ Նեպալ այդ բանի է Հիմալայներ բաներ, դե շատ կան էլի տենց աշրամներ, բաներ շատ կան вообще։ Չես ուզում գնաս։ Ուզում եմ, հա, զուտ հետաքրքիր, պրոստը հետաքրքիր էքսկուրսիա, չեմ ասում գնաս փակվես ընդ դու։ Հա, չէ, սիրուն կլինի ախպեր, ինձ թվում է կուզենամ ինչ որ մի օր անցնեմ տեղով, մանգալով գնամ տենամ ինչ կա, ոնց են բան, պրոստը ախպեր գնամ հետները նստեմ, հա, մի քիչ էլի, այլ լրի ուրիշ բան է, չես ասում։ Հա, վայելքը ոնց են ասում։ Իրոք սենց ասեմ, երբ որ դու նու ուզում եմ այնց մարդիկ լինեն, որ ասենք ես գնամ ու
լսեմ իրանք ինչ են խոսում, հասկանում ես, իրանք իսկ այդպես բաներ ոչ կազմակերպվում, հա, իրանք մոտ տեղակես, ասենք տուրեր բան լինում է։ Չէ, դա շատ նեղ կռուգի համար է լինում։ Նա կարող է գիտնականներ, հասնես այդ մակարդակի որ քեզ ընդունում։ Հիմա ապրես, հա, դու ով ես որ քեզ ընդունում։ Մի ամեն մեկի վրա հո ժամանակ, գիտես որ բանա, ինչքան էլ որ կարող կոպիտ հնչի հիմա, մենք չենք վիրավորելու համար չենք ասում, բայց ասենք հիմա սենց ասեմ։ Իմ անձի վերաբերական լիքը ասեկոսներ կան պատտվող։ Տարբեր տեղերում, տարբեր հարթակներում ախպեր։ Օնլայն, օֆլայն, ստենդ ու շատ տարբեր բաներ են ասում, թե ես ինչ ձևի մարդ եմ, մեկը ասում է լավն է, մեկը ասում է վատն է, մեկը ասում է միջին, մեկը sense, մեկը այնց, հա, հասկանալի, դա ստանդարտ։ Հա, այդպես բաներ են ասում, բայց հիմա փողոցում ախպեր նայողները հետևիցս ռեպլիկներ լսում եմ ախպեր, աղջիկների կողմից, տղեկի կողմից, տատի, պապի, կապ չունի էլի ախպեր, մենակ ստեջը Երևանում էլ ախպեր, вообще կապ չունի։ Ես լսում եմ այդ ամեն ինչը, բայց հո ամեն ինչին չեմ անդրադառնալու ախպեր։ Ես նախ ֆիզիկապես չեմ կարող ամեն ինչին անդրադառնամ, երկրորդ իմաստ չկա դրա մեջ ախպեր անդրադառնալու։ Հիմա այն գործունեությունը, որ ասենք ես ծավալում եմ այն կենսակերպը, որով ես ապրում եմ, արդեն ես ծավալվել եմ այնքան մանր ախպեր, որ ինչ որ մի օր իրանց էդի կհասնի, հասկանում ես, բայց ուրիշ կերպ, ոչ թե նենց ոնց իրանք են հիմա ուզում գալի հարցնում ես նակոլկետ ինչա նշանակում, այլ ես իրանց մի հատ ուսմունք եմ ապրում ախպեր իմ կյանքով, որ վաղը իրանք հետաքրքրվեն իմ մասին ու հասկանան այս տատուն ինչա նշանակում։ Իսկ իրանց հարցերին ես պատասխանը ապրում եմ հիմա։ Ու դրա համար չեմ անդրադառնում իրանց։ Հիմա նույն բանը իրանց պարականը։ Իրանց պատասխանը ես ապրում եմ հիմա։ Հա, ուժը։ Այդ ճուվերն են այդ են անում, էլի։ Այդ լամաները, մանախները, մեր ապե հոգևորական եթե կան ախպեր, բանի Հունաստանի Աֆոն լեռան վրա, ասենք, այնտեղ կղզի կա, կղզու վրա, հենց կղզի է ու սար է, էլի։ Այդ սարի վրա այտենց ստարեցներ են ապրում, էլի ախպեր, հոգևորականներ։ Դրա մեր մոտ խիտես զարմանում եմ։ Թե մեր մոտ շատ շուկա է հələ, էլի ախպեր։ Հա, մեր մոտ շատ շուկա է։ Շատ շուխուրչի մասը է գալի։ Շուկայական մասը։ Շուկայական, հա, շուկային եկե։